մենք ապրում էինք ամուսին, դա իրեն հայրական տունն է Սարյան փողոցի վրա։ Եվ մենք որ ամուսնացանք, հարևանները մեր Սարյաններն էին, Կոլոզյաններն էին, նկարիչներն էին հիմնականում, դերասանները այդտեղ ապրում եւ այլ, ոնց որ այդ ամբողջ թաղամասը այն կորիզներ մտավորականների մեծ մասը այդտեղ էր ապրում։ Հենց Սարյանի դուստրիկը թորնուհին Կատարինեն առաջի ամուսնուց կոմպոզիտորի առաջի ամուսնուց մեծ դուստրը ինձ հետ ուսումնարանում համակուրսեցինք արդեն եւ այնպես ստացվեց, իսկ ամուսինս էլ դե ժամանակին մեր նկարչական ակադեմիան դա գեղարվեստա թատերական էր կոչվում այդ ինստիտուտը ուրեմն իրեն ընկերները մտերիմ դերասաններ էին ուրեմն մեր արվեստանոցում հավաքվում էին Խորիկա Աբրահամյան Ֆրունզիկը Մկրտչյան որը իրեն հետ նույն կուրսում էին սովորում Ֆրունզիկի կինը որը որ հիվանդացավ հետո եւ այդտեղ հավաքվում էին Ֆրունզիկ Դովլաթյաններ, որը երիտասարդ այն ժամանակ 70-ական թվականների Բոհեմական կյանք իրեն առաջի ֆիլմի համար որ բարև ես եմ իրեն առաջի ֆիլմն էր գեղարվեստական որ նկարեց գալիս էր այնտեղ խոսում էին անենքան ասում էր բերել էր Ռուսաստանից երիտասարդ այն ժամանակ Մարգարիտա Տերիխովային էր բերել գլխավոր դերերի համար ու այդպես պատկերացրեք որ այդ ամբողջ էլիտան սևակը բարույր սևակը գալիս էին մեր արվեստանոցում նստում էին անընդհատ դե այդ 60-ական թվականներ ինչ էր պետք աղջիկներով հավաքում էինք մեկս մի սալատ էինք պատրաստում մյուսը մի բան էինք թխում եւ այլը նստում էինք ու ժամերով արվեստը բոլոր ոլորտները այն որ ասում են ոսկորները լվանում էինք քննարկում հիացմունք ցուցահանդեսներից հետո նկարիչները այդ սերունդը ամուսնուս ընկերները համակուրսեցիներն էին Սեդրակ Առաքելյանի տղան Առաքելը որ մեր շատ եղբոր նման այդ մի ընտանիքի նման էինք ապրում ամեն մեկս մի բան մտածում էինք մեկը տղաները մեկը մի հատ էժանագին գինով կգար այն ժամանակ հրազդաներ կամ չգիտեմ ինչ էր լավ ժամանակաշրջան է եղել մտածելու բան չի եղել մշակույթի զարգացումը խորհրդային տարիներին չէ չեք պատկերացնում դա մի այդ պատերազմից հետո այդ կոտորածներից հետո ամեն այդ բոլոր հայ ժողովրդի գլխին փոթորիկների անցումից հետո դա մի ոսկե դար էր դա
հայ արվեստի վերածնդի ժամանակն էր։ Այո։ Այդ ժամանակ այնքան նոր անուններ, թե պոեզիայում, թե կինոյում, թե թատրոնում, իսկապես ես չեմ ամաչում այդ ժամանակաշրջանը կոչել հայ արվեստի ոսկեդար։ Իսկապես։ Ին վրա ժողովրդի մեջ ասում են, մենք որտեղից ենք գալիս։ Մենք ինդիվիդուումներս մեր ընտանիքներից ենք սերվում, բայց ժողովրդի սերուցքը այդ ինտելիգենցիան է, այդ արվեստն է, արվեստագետներն են, երաժիշտները, այդ ժամանակ Էդգար Հովհաննիսյանը ի հայտ եկավ իր այդ նոր բալետով հավերժական կուրքներ դե շատ բաներ Սևանից պատմեք, էլի, Տիկին Անժելա, հետաքրքիր էր, բացահայտում էր ինձ համար։ Ինչ եք հիշում էլ։ Դե անձնական շփումները շատ կարևոր էր։ Ամեն մի մարդ իրեն ոնց որ շունչն էր բերում այդ մեր ընդհանուր միջավայր, ընդհանուր այդ սեղանին, այսպես ասած։ Լայն իմաստով սեղանին։ Այո, որովհետև դա մի ժամանակաշրջան էր, որ բոլորս սնվում էինք նոր ժամանակի այդ հովերով, ձգտումներով, ինչ որ մի բան ստեղծելով, որ քանդակագործները, երաժիշտները Երջանիկ տարիներ եղել ժամանակաշրջան, լրիվ պատկերացնում ինչ եք ասում։ Տիկին Անժելա, տարիքի մասին հարցը մենք մեր եթերում չենք շրջանցում։ Հիմա դուք պիտի որ բացառություն չկազմեք։ Ինչ կարծիք եք, քանի տարեկան եք, կասեք։ Տարիքը, կենսակերպը, ինքնազգացողությունը, տրամադրվածությունը։ Ես միշտ օպտիմիստական եմ տրամադրված եւ ամեն ինչ տեսնում եմ լավի մեջ։ Երբեք չեմ ուզում թույլ տալ, որ իմ տարիքը, իսկ ես քիչ 70 արդեն 8 տարեկան եմ, որոնցից եւ ես ինձ համարում եմ երջանիկ մարդ,